Առաջին մասով մենք ներկայացրեցինք Վանի տարածաշրջանի ընդհանրական խնդիրները։ Մինչև Բեհիսթունի արձանագրությանը անդրադառնալը նշենք որոշ կարևոր իրադարձություններ, որոնք արմատական փոփոխություններ են բերում հայ արիքի համադաշնության կառավարման համակարգում։ Մեր թվարկությունից առաջ 530 թվականին հայ արիքի համադաշնության զորահրամանատար Կյուրոս մեծը զոհվում է մասկուտների կամ սկյութների դեմ կատարած արշավանքներից մեկի ժամանակ և թաղվում է իր հայրենի բնակավայրում, որը այսօր հայտնի է Պասարգադե անունով։ Կյուրոս մեծից հետո մեր թվարկությունից առաջ 520-ից հայ արիքի համադաշնության զորահրամանատար է դառնում Կամբյուսես II, ով սպանում է Կյուրոսի և Տիգրանի կողմից հայ արիքի կառավարիչ հայտարարված Թանոք Սարեսին, այսինքն եղբորը Սեմիրդիսին, և վերցնում է նաև հայ արիքի համադաշնության կառավարչի պաշտոնը։ Կամբյուսես II, որպես հայ արիքի համադաշնության զորահրամանատար և կառավարիչ, արշավել է Եգիպտոս, հաղթել է փարավոն Պսամենտիկոս III և հռչակել է իրեն փարավոն, հիմնելով նոր 27-րդ դինաստիան։ Մեր թվարկությունից առաջ 522-ին հայ արիքի համադաշնության մոգ Գուամատայի գլխավորությամբ տեղի ունենում պալատական հեղաշրջում։ Նա ներկայանում է որպես Կամբյուսեսի սպանված եղբայր Թաանոք Սարես կամ Սեմիրդիս։ Պալատական հեղաշրջումը ճնշելու նպատակով իրեն փարավոն հռչակած Կամբյուսեսը վերադառնում է Եգիպտոսից և մահանում է տունդարձի ճանապարհին անհայտ հանգամանքներում։ Հայ արիքի համադաշնության զորահրամանատարի և կառավարչի պաշտոնի համար սկսվում է նոր պայքար, որի մասնակիցներն են մի կողմից Վշտապսի որդի Դարեհը, ով եղել է Պարթևի կուսակալ, և Կյուրոս II կսեր որդի Բարդիան, իսկ մյուս կողմից Տիգրան I Երվանդյանի որդին Վահագն Երվանդյանը, ով իր հերթին պայքարում է հայ արիքի համադաշնության զորահրամանատարի և կառավարչի պաշտոնի համար։ Վշտապսի որդի Դարեհը սպանում է Կյուրոս II-ի կրտսեր որդի Բարդիային, հայ արիքի համադաշնության զորահրամանատարի և կառավարչի պաշտոնի նկատմամբ իր իրավունքը ամրապնդելու համար, ամուսնանում է Կյուրոս II մեծի դուստր Աթոսայի հետ և սկսում է իր պայքարը Վահագն Երվանդյանի դեմ։ Այս գահակալական հակամարտության մասին մենք տեղեկանում ենք Բեհիսթունի արձանագրությունից, որը վերծանվել է 19-րդ դարի 30-40-ական թվականներին Հենրի Ռալինսոնի կողմից։ Վշտապսի որդի Դարեհի արձանագրությունը բովանդակում է Կամբյուսեսի մահից հետո հայ արիքի համադաշնության գահին բազմած Դարեհ I-ի կողմից արված պատմությունները։ Այդ պատմություններից մեզ համար հետաքրքրական է այն հատվածները, որտեղ Դարեհը պայքարում է հայ արիքի համադաշնության հիմնադիրներ Տիգրան I Երվանդյանի և Կյուրոսի կողմից Բաբելոնի գահակալ նշանակված Հալդիտայի որդի Արահայի դեմ, որին կարողանում է գերավարել և գրավել Բաբելոնը։ Դարեհի թողած պատմություններից մեզ համար խիստ կարևոր է հայոց արքա Վահագն Երվանդյանի և պարսի կուսակալ Վշտապսի որդի Դարեհի հակամարտության պատմությունը, որը այսպես է ներկայացվում Բեհիսթունի արձանագրության մեջ։ Դարեհ թագավորն ասում է. «Երբ ես Բաբելոնի մեջ էի գտնվում, իմ դեմ ապստամբեցին հետևյալ երկրները՝ Պարսք, Շոշկ, Մեդիա, Ասորիկ, Եգիպտոս, Արմինա, Պարթևք, Մարգիանա, Սանտագոշ, Ագաստան»։ Այնուհետև արձանագրության մեջ նշվում է. «Դարեհ թագավորն ասում է. «Արդ Արմինա ուղարկեցի մի արմեն իմ դադարիշ անունով ծառային և այսպես պատվիրեցի. գնա նվաճիր այդ ապստամբ երկիրը, որը ինձ չի հպատակվում»։ Դադարիշը գնաց Արմինա նվաճելու։ Երբ նա եկավ Արմինա, ապստամբները դուրս եկան դադարիշի դեմ, նրան ճակատամարտ տալու համար։ Դադարիշը ճակատամարտ ընդունեց։ Արմինայի մեջ Զուզա անունով մի ավան կա, ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ։ Ահուրամազդան ինձ օգնեց, շնորհիվ Ահուրամազդայի իմ բանակը շատ մարդ կոտորեց թշնամու բանակից։ Թուրը Հավարա ամսի 8-ին էր, երբ ճակատամարտը տեղի ունեցավ։ Դարեհ թագավորն ասում է. ապստամբները երկրորդ անգամ հավաքեցին իրենց ուժերը և նորից դուրս ելան դադարիշի դեմ պատերազմի։ Արմինայի մեջ Տիգրա անունով մի բերդ կա, ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ։
Ահուրամազդան ինձ օգնեց, շնորհիվ Ահուրամազդայի իմ բանակը թշնամու բանակին հալածեց։ Թուրահավարա ամսի 18-ին էր, երբ ճակատամարտը տեղի ունեցավ։ Դարեհ թագավորն ասում է. ապստամբները երրորդ անգամ հավաքեցին եւ դուրս ելան դադարիշի դեմ պատերազմի։ Արմինայի մեջ Ուհյամա անունով մի բերդ կա, ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ։ Շնորհիվ Ահուրամազդայի իմ բանակը շատ մարդ կոտորեց թշնամի բանակից։ Թայգրաչի ամսի 9-ն էր, երբ ճակատամարտը տեղի ունեցավ։ Հետո դադարիշը հնազանդվելով իմ հրամանին մնաց Արմինայում։ Դարեհ թագավորն ասում է. այնուհետև Արմինա ուղարկեցի Վահումիսա անունով մի պարսիկի, իմ ծառային, եւ այսպես պատվիրեցի. գնա նվաճիր այդ ապստամբ երկիրը, որը ինձ չի հնազանդվում։ Վահումիսան գնաց Արմինան նվաճելու։ Ապստամբները հավաքվեցին եւ դուրս ելան Վահումիսայի դեմ պատերազմի։ Ասորիքի մեջ Իզալա անունով մի տարածք կա, ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ։ Ահուրամազդան ինձ օգնեց, շնորհիվ Ահուրամազդայի իմ բանակը շատ մարդ սպանեց ապստամբների բանակից։ Անամակա ամսի 15-ն էր, երբ ճակատամարտը տեղի ունեցավ։ Սույն արձանագրությունը փորագրված է Դարեհ առաջին հրամանով մեր թվարկությունից առաջ 523-ից 521 թվականները Բեհիստուն ժայռի վրա 3 լեզուներով՝ հին պարսկերեն, էլամերեն եւ աքադերեն։ Վերջինս համարժեք է հին բաբելոներենին եւ հին ասորերենին։ Բեհիստուն ժայռը գտնվում է ժամանակակից Պարսկաստանի Քիրմանշահ քաղաքի մոտակայքում։ Այսպիսով հայոց արքա Վահագն Երվանդյանի դեմ Դարեհի զորավարներ Դադարիշը եւ Վահումիսան ըստ արձանագրության 4 անգամ ճակատամարտեցին, որից 3-ը հայքում, իսկ 4-ը Ասորիքում։ Ասորիքում տեղ ունեցած ճակատամարտը մի շատ կարևոր փաստ է, որը նշանակում է այդ ժամանակահատվածում Ասորիկը ենթակա էր հայոց գահին, եւ դատելով Դարեհի կողմից թողած արձանագրության բոլոր ճակատամարտերը եղել են անարդյունք։ Մեր թվարկությունից առաջ 5-րդ դարի հույն պատմիչ Հրոդոտը տեղեկացնում է Դարեհ առաջինի տիրապետության մեջ գանձվող հարկերի չափի մասին։ Ըստ Հրոդոտի, Հայքը համարվել է Դարեհի տիրապետության 13-րդ երկիրը։ Հայքը Դարեհի բանակին տվել է 20,000 նժույգ, իսկ Դարեհի գանձարան է վճարել տարեկան 400 տաղանդ արծաթ կամ մոտավորապես 8000 կիլոգրամ արծաթ։ Դարեհ առաջինը հեռացել է կյանքից մեր թվարկությունից առաջ 486-ին, թաղվել է Արքունի գերեզմանատանը Բեհիստուն ժայռի դամբանաշարքում, որը հայտնի է նաև Նախշե Ռոստամ, պարսկական խաչ անուններով, իսկ ավելի հայտնի է որպես Արքաների դամբարան։